Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Գլենդելից։ Այսօր հոկտեմբերի 14-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք Ադրբեջանի փոխվարչապետի հայտարարությունից, որտեղ դա ուղղակիորեն առնչվում է մեզ, այլապես իրանց ճակատագիրը մեզ չէր հետաքրքրի։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը հայտարարել է, Ադրբեջանը միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի հետ։ Այս աշխարհագրական դիրքը թույլ է տալիս Ադրբեջանին զարգացնել հարաբերությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ։ Ադրբեջանը բարիդրացիական քաղաքականություն է վարում ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այդ հարաբերությունները բազմակողմ են եւ լայնածավալ, նշել է Մուստաֆայևը։ Ինչու է սա ավելի շատ մեզ առնչվում, որովհետեւ հիշում եք, թե ինչպիսի դատողություններ օգտվենք կոնֆլիկտից Ռուսաստան-Ադրբեջան, ինչպիսի դատողություններ օգտվենք Իրան եւ Ադրբեջան հակասություններից։ Դրա վրա կառուցում էին մի եսիմիշ քաղաքականություն, ասում էին հանգստացեք, ժողովուրդ ջան։ Դա չի, այո, կարելի է ուրիշների շահերի հակասության կամ բախումների վրա ինչ-որ քաղաքականություն կառուցել, բայց պետք չի խաղադրույք կատարել ուրիշի խաղի վրա, որ չգիտես այդ խաղը երբ է սկսվում, երբ է ավարտվում եւ ինչ նպատակով է սկսել եւ ինչ նպատակով է ավարտվելու։ Դա պարզապես գործնական ու մեծ կարգի խաղադրույք կատարողը այլ պարտված է բոլոր պարագաներում։ Այսինքն սա ուղղակի նրա համար, որ հասկանում եք, որ եկավ մի պահ, որ բացեցին խաղաքարտերը եւ ասեցին, ժողովուրդ ջան, հասկացեք, Ադրբեջանը Ռուսաստանի հետ այնպիսի շահեր ունի։ Փաստաթղթերը դնենք մի կողմ, փաստաթղթերը այնքան մարդու հետ կա, որ որը մեկը չի էլ նորմալ դրանց բանի տեղ դնում։ Իրանց շահերը այնպիսին են, որ երբեք մենք դրանից օգտվելու բան չունենք։ Ոչ օգտվելու բան ունենք հայ-ռուսական հարաբերությունները զարգացնենք, որպեսզի դրանով հակադրվենք Ադրբեջանին, շատ ծիծաղելի է դա։ Ոչ էլ որ կարող է դա օգտագործենք, Արցախի հարցը տակ պահենք, որ Ռուսաստանի միջոցով դա լուծենք, եւ որ ինքը ցանկանա ճնշում գործադրի Ադրբեջանի վրա։ Հանգստացեք, ժողովուրդ ջան, նման բան գոյություն չունի։ Եվ նաեւ նրանք, ովքեր մտածում էին, որ Իրանը մեզ համար կարող է այնպիսի ռազմավարական դաշնակից լինել, որ տարածաշրջանում մեր անվտանգությունը կապահովի, ինչպես տեսնում եք, այո, բարբերաբար ունենում է հակասություն Ադրբեջանի հետ, բայց դրա վրա մենք խաղադրույք կատարել բացարձակ չենք կարող։ Առավել եւս որ մի հատ ուղակի ապտակ հասցվեց նաեւ Հայաստանին նրա համար, որ իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտեց Հայաստանին, Իրանը նրանց միացավ, ու մենք դա պարբերաբար հիշացնելու ենք նրանց համար, ովքեր որ չգիտես ինչի, ինչ որ պահի ազդեցության տակ դա մոռանում են։ Մենք պաշտպանեցինք Իրանին, դատապարտեցինք նրա թշնամուն, Իրանը դատապարտեց մեզ։ Սա երբեք չմոռանաք։ Ու այն ժամանակ, երբ որ ինքը այդ պատերազմի այդ ծանր իրավիճակից դուրս էր եկել եւ առնվազն տարօրինակ էր դրա վարքը։ Չէ, այս բարձ էր, ինչն էր տարօրինակ։ Ուղղակի ուզեմ ասեմ, հանկարծ դրա վրա չսխալվենք, էլի։ Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, Կրեմլը ողջունում է Տրամփի մտադրությունը կենտրոնանալ ուկրաինական պատերազմի վրա Գազայի հատվածում կարգավորումից հետո։ Մենք ողջունում ենք նաև մտադրությունները, մենք ողջունում ենք քաղաքական կամքի պահպանումը, խաղաղ կարգավորման որոնումները հեշտացնելու համար։ Ռուսական կողմը պահպանում է իր բացությունը եւ պատրաստակամությունը խաղաղ երկխոսության համար։ Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգների ազդեցությունը եւ նախագահ Տրամփի դեսպանների դիվանագիտական հմտությունները կօգնեն խրախուսել ուկրաինական կողմին ավելի նախաձեռնողական եւ ավելի պատրաստված լինել խաղաղության գործընթացին, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Հիմա այս ողջունելը այդ լավը, որ ողջունում եք, բայց ողջունում եք այն իրադարձությունից առաջ, որ Դոնալդ Տրամփն ասեց, որ եթե խաղաղության Ռուսաստանը չգնա, ստիպված կլինենք տոմահավ քրթիռները տանք։ Ու այն
Այդքան կարևոր չի, որ դայև խոսք կա գնում, որ այդքան շատ հրթիռներ չեն տա 30-ից 50։ Նախ այնպես չի, որ եթե հետո ուզենան տան, էլի կտան, բացի հետո 30-ից 50-ն էլ որակական խնդիր կարող է լուծել, եւ Ռուսաստանը դա այս պարզապես սարսափում է, որովհետեւ ինքը անզոր է դրանց առաջ։ Եվ հիմա փաստորեն Ռուսաստանը հասկանալը, որ այս պատերազմը շարունակելը նախ չի կարողանում, հետո իրան թույլ չեն տալու, հիմա փորձում է այնպես անի, որ դե Տրամպի խաթերն այնքան էր, Տրամպի խաթեր ստիպված եղան գնանք խաղաղության, դե դուք էլ մի քիչ ճնշեք Ուկրաինային, որ ինքը դրան համաձայնվի։ Էս ինչ օրն է կնգե 3 օրում Ուկրաինա գրավող Ռուսաստան, այս օրն է կնգել, որ հիմա Ամերիկային ողջունում եք, խնդրում եք, որ խաղաղություն բեր, էլի, մի քիչ էլ ճնշի համոզի Ուկրաինային, որ համաձայնվի։ Բա դուք առաջ էիք գնում բոլոր ուղղություններով, Պուտինը որ հայտարարություն է անում, Պուտինի խոսնակ Պեսկովը չի լսում, որ ինքը անընդհատ բոլոր ուղղություններով առաջ է գնում։ Բա Պեսկովն չեք ուզում պատերազմը դադարեցնել, եթե տենց առաջ եք գնում։ Ի՞նչն եք ողջունում։ Դες նորմալ գնում եք ձեր պատմական հողերը ազատելու։ Բա գնացեք։ Դες բարի ճանապարհ բան չեք գնում։ Հասկանում եք ինչ է կատարվում երկրի ներսում։ Հասկանում եք որ ձեր տնտեսությունը չի դիմանում ոչ միայն սանկցիաներին, այլև չի դիմանում ուղակի ռազմական ռելսերի վրա դրած մի տնտեսություն, որը այտենց երկար ձգել չի կարող։ Առաջավոր տեխնիկա տեխնոլոգիա չունեցող մի տնտեսություն, որի պարագայում մարդաքանակը, որ տանում ես մարդաքանակով ուզում ես տարած գրավես ու առաջ գնաս, կոտորելով մարդկանց առաջ գնաս, որտեղ տեխնիկական հնարավորություն չունես, դու մարդաքանակ չունես 17.2 միլիոն քառակուսի կիլոմետրը ծածկես 140 միլիոն մարդով, բարդ է այդքան հասկանալ։ Արհեստական ինտելեկտի հնարավորությունները ձեր մոտ այդքան չկա, որ իրական տնտեսությունում ներկայացված լինի։ Ռոբոտացված չի ռուսական տեխնիկան, որ իրական տնտեսությունում ներկայացված լինի, որի պարագայում դուք աշխատուժի այդքան կարիք չունենաք։ Ամբողջ սահմանը պարագիծը 60,000 կիլոմետր է, դուք դա ո՞նց եք պահելու։ Դուք կարողանում եք ֆիզիկապես պահել, բոլորին ասել եք, որ հակառակորդ եք։ Բոլորին ասել եք, այդ պետությունը չկար, մենք հավակնություններ ունենք ձեր տարածքի վրա։ Հիմա բոլորը սպասում են այդ պարտությանը։ Ֆիզիկապես չեք կարող ձեր պարագիծը պահել սահմանի։ Սրա մասին է խոսքը։ Իսկ ինչի է դա մեզ շատ անհանգստացնում։ Այո, անհանգստացնում է ամեն օր դրա մասին պետք է խոսենք։ Ոնց որ ուկրաինական պատերազմը սկսելու օրվանից ամեն օր ռեժիմով խոսել ենք։ Ռազմական քրոնիկայի մասին չենք խոսել։ Պատերազմ սկսելն ու ավարտվելը քաղաքական որոշում է։ Խոսել ենք քաղաքական որոշման մասին։ Այո, այս են Ռուսաստանն է, որի հետ կապված, որին հավատարմության երթման հետ կապված դիրքավորվել են, որ գնան ընտրության 2026 թվականին։ Ավելի մեծ խայտառակություն ես ուղղակի չեմ պատկերացնում։ Ավելի մեծ ծաղր մեր հասարակության նկատմամբ ես չեմ պատկերացնում։ Ինչի մեր հասարակությունը չի տեսնում աշխարհում ինչա կատարվում, ինչի չի հետևում այդ զարգացումներին, չի տեսնում դուք մեզ ուր եք տանում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Դոնալդ Տրամպին Նոբելյան մրցանակ չշնորհելը հաշվի առնելով տարբեր Նոբելյան դափնեկիրների հայտարարությունները նույնպես ընդունելի է։ Նրանք խոստանում են, որ հաջորդ տարի նա հաստատ կստանա խաղաղության Նոբելյան մրցանակ։ Ես անձամբ նրան խորհուրդ կտայի առանձնապես չմտահոգվել, որ չեն շնորհել այդ Նոբելյան մրցանակը, եւ աշխարհի մարդիկ պետք է գնահատեն այն, ինչ ԱՄՆ-ն եւ նրա նախագահը անում է միջազգային ասպարեզում, ասել է Բելարուսի նախագահը։ Իհարկե շատ ցավալի է, որ աշխարհի ամենահզոր անձնավորությունը, որովհետև ինքը նախագահն է Ամերիկայի Միացյալ Նահանգների, աշխարհի ամենահզոր պետության եւ աշխարհի ամենաուժեղ մարդը այսքան ամբողջ աշխարհով բացահայտված թուլություններն է ցույց տալիս, թե ինչքան է իր համար կարևոր այդ Նոբելյան մրցանակը, որը կարող են տալ Վենեսուելայի մի հատ աչոնիկի, որ մինչև մրցանակ տալս կյանքը չգիտեին։ Իսկ շատ-շատերս კი Վենեսուելայի տեղը չգիտեն։ Դա այդքան ցանկանալի նաշճանի, որ Լուկաշենկոն էլ ասի չնեղվես, դու մեր այս պատերազմի հարցը լուծի, եկող տարի քեզ հաստատ կտան պրոբլեմ չկա։ Ու դրանով նաև ակնարկել, որ այո, սպասում են Դոնալդ Տրամպից ուկրաինական պատերազմի կարգավորում, որ արդարացիորեն կարող է 2026 թվականին ստանա։ Իհարկե, եթե ուկրաինական պատերազմը կարգավորի, անշուշտ արդարացիորեն կստանա 2026 թվականին։ Եթե պարտադրի ագրեսորին խաղաղություն, արդարացիորեն կստանա Նոբելյան մրցանակ։
Բայց եթե դու թույլին պարտադրողին խաղաղության մրցանակ են տալի, թույլին ճնշելու համար մրցանակ են տալի, լարաժմ դեռ մենք այդ փուլին չենք հասել, ժողովուրդ ջան, եթե այդ փուլին հասնենք, Լուկաշենկոյից առաջ բոլորս կողջունենք Դոնալդ Տրամփի այդ քայլը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ծաղրել է Ռուսաստանի Եվրոպայի ափերի մոտ հայտնաբերված անսարք Սուզանավի համար։ Հիմա ըստ էության միջերկրական ծովում գրեթե չի մնացել ռուսական ռազմածովային ներկայություն։ Միայնակ ու խափանված ռուսական Սուզանավ է պարեկությունից հետո կաղալով տուն վերադառնում, նշել է Ռյուտեն։ Այո, սա այն Ռուսաստանն էր, որ մինչև Ուկրաինայի վրա հարձակվելը առանձին ձևաչափ ունեին հավաքական անվտանգության ՆԱՏՕ գումարած Ռուսաստան։ Սա այն Ռուսաստանն էր, որ մեծ յոթնյակը դարձրեցին մեծ ութնյակ, որի մեջ ներգրավեցին Ռուսաստանին։ Այն դեպքում, երբ որ էլի պետություններ կային, որոնք հաստատ Ռուսաստանին գերազանցում էին, որոնք կարող էին լինել մեծ յոթնյակի անդամ։ Եվ այդ պարագայում այս Ռուսաստանը հիմա էնորնանգ է, ասում էր ուզում եմ ՆԱՏՕ-ին միանամ, չընդունեցին։ ՆԱՏՕ-ին միանալու էր ինչ անեիր, ըլներ ՆԱՏՕ-ի շարքային անդամ, դու ՆԱՏՕ-ին հավասար աթոռներին նստած էիր ՆԱՏՕ գումարած Ռուսաստան, ով քեզ ստիպեց թաթարական անցյալդ հիշես, որ մտածես գնաս ուրիշի ստեղծած բարիքը թալանես, քոչվորի պես գնաս ստեղ ընդեղ ընկնես, սառնարան գողանաս նկարեն ցույց տան։ Ցույց տան Ռուսաստանում, թե ոնց են ասում գնա մեռի, որպեսի փոխհատուցում ստանանք, ինչ ես դիվանի վրա վերընկել այ հարբեցող։ Այդ բոլոր բաները աշխարհը տեսնում է, չէ՞։ Հայրենիքի պաշտպանության համար են գնում կռվելու, բանտի դռները բացում եք, տանում եք, կոտորում եք հայրենիքի պաշտպանության համար, ով էլ չի մեռնում, գալիս է շարունակում է կոտորել, որովհետև արդեն սովորել է արյան համնել բերանին։ Էս է ժողովուրդ ջան։ Հասել եք նրա, որ միջերկրական ծովում ծաղրում են, ասում են մի հատ նավ ունեիք, էդ էլ չունեք, դուք սկի միջերկրական ծովում պարեկություն անելու ուժ չունեք, ոչ թե ձեզ ստիպում են, ոչ թե ձեզ խանգարում են, ոչ թե խոչընդոտ են հանդիսանում, ուղղակի դուք այդ քաշը չունեք, ով հասցրեց Ռուսաստանին այսօրը։ Եվ գիտեք հարցը որն է, Ռուսաստանում շատ-շատերը եթե նույնիսկ ձայն չեն հանում, իրանց մաշկի վրա զգում են Պուտինը ինչ բերեց իրանց գլուխը։ Հա կարող է չեն կարողանում խոսել եւ այլ եւ այլ։ Ես ուղղակի ապշած եմ նրա վրա, թե ինչպիսի հիացմունք կա Հայաստանում Պուտինի նկատմամբ։ Այտենց Պուտինով հիացած ես չեմ պատկերացնում որևէ մեկը Ռուսաստանում։ Ոնց որ Հայաստանում ես տեսնում եմ ու ապշած եմ։ Ասում Տեր Աստված, ի՞նչն է ձեզ տենց հիացնում։ Մինես Պուտինի համար կռիվ են տալի։ Մինես բանեն հակադարձում են։ Ինչի՞ ես մեր Պուտինին կպնում։ Դու սկի Պուտինի կոշիկները մի կիլոմետրից մոտիկ տեսել ես, որ ձեր Պուտինին կպնում ենք։ Նույնիսկ չեն թողե մոտենաս լիզես։ Այդքան քաշ դու ունեցել ես։ Ինչ ձեր Պուտին։ Որի համար պետք է Հայաստանը նաև տուժի ժողովուրդ ջան։ Այսօրին եք ժողովուրդ ամբողջ աշխարհը արդեն գիտի։ Արդեն Տրամփն էլ գիտի, որ Պուտինը բան Ռուսաստանը ծաղրի առարկա է։ Մինչև այդ Իրան էիք խաբել, վերջը խաբվածը Տրամփն է, վերջ։ Ամենաուժեղ մարդը վերջի խաբվածն է, վերջ։ Էդ էլ չեք կարողանում խաբել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Շարմ էլ-Շեյխում Գազայի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի անվանել է նախագահ։ Համատեղ հռչակագիրը ստորագրելուց հետո Տրամփը շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովին մասնակցող առաջնորդներին եւ նկատելով Քարնիին սենյակում ասաց. «Իդեպ որտեղ է Կանադան։ Որտեղ եք դուք։ Ես շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք, պարոն նախագահ»։ Կանադայի վարչապետը պատասխանեց. «Ուրախ եմ, որ դուք ինձ նախագահ նշանակեցիք»։ Ամերիկայի առաջնորդը ծիծաղեց, թեթևակի ապտակեց Քարնիի ձեռքին եւ ավելացրեց. «Գոնե ես չասացի նահանգապետ»։ Սա մեղայականով կատակ է Դոնալդ Տրամփի կողմից։ Երբ որ ինքը անհարգալից կերպով խոսում էր իր հարևանի հետ, երբ որ Կանադայի վարչապետին Ջասթին Տրյուդոին ասում էր դու նահանգապետ ես, Կանադան է շատ արագ պետք է փորձի դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Շատ անհարգալից վերաբերմունք կանադացիների նկատմամբ, շատ անհարգալից վերաբերմունք այդ պետության նկատմամբ։ Հասար նրան, որ Կանադան միացավ դառավ 51-րդ նահանգ, ոչ։ Հասար նրան, որ Կանադայի վարչապետը դարձավ նահանգապետ, ոչ։
Հիմա ում ես հեգնում։ Հիմա եթե Կանադայի վարչապետը նահանգապետք չի, ուրեմն Կանադայի վարչապետը նախագահ է։ Այդ տենց ալնում, էլի ժողովուրդ ջան, որ երբ որ նման կարգի հարց ես անում մի գործընկերոջ նկատմամբ, որը իր տարածքով ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգները, մի գործընկերոջ, որոնք իրանք սիրահոժար փոքր եղբոր կարգավիճակով անգամ տարածքը ավելի մեծ պարագայում պատկերացնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Իրանք այդպես շփվել են, անխոչնդոտ շփվել են, ընդեղից եկել ընդեղ աշխատել են, ընդեղից գնացել ընդեղ են աշխատել։ Իրանք շատ լավ են զգացել, որ իրանք հարևանը հզոր Միացյալ Նահանգներն է, բայց նրանց ազգային ոգին բարձրացրեց, նրան վիրավորելուց հետո նրանք պատրաստ էին հրաժարվել ամերիկյան ապրանքներից, նրանք պատրաստ էին պայքարել։ Բա մեկը չկար Դոնալդ Տրամփին ասել, բա դուք մի հատ պատերազմ հիշում եք, որ Կանադան կողքդ չի եղել։ Հիշի մի հատ պատերազմ, առաջի համաշխարանից եք խոսում, երկրորդ համաշխարանից եք խոսում, հաղթանակներից եք խոսում, որևէ պատերազմ եղել է, որ Կանադան ձեր կողքը չի եղել։ Կողք կողքի կանգնած, Իրաքում չի եղել, Կորեայում չի եղել, որտեղ չի եղել Կանադան։ Եվ ինչքան զոհեր է տվել։ Կանադան դա ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամներից մեկն է Եվրոպայի անվտանգության։ Կանադան դա Հելսինկի եզրափակիչ ակտում, երբ որ Եվրոպայի անվտանգության հարցն էր քննարկում օգոստոսի 1-ին ընդունված փաստաթղթով 33 եվրոպական պետություն էր մասնակցում, իսկ գարանտը Ամերիկան ու Կանադան էր։ Դա այդ պետությունն է, որի հետ լավ հարաբերության պարագայում ինքը սիրահոժար իրան պատկերացնում էր Ամերիկայի թևութիկունք ու պետք չէր նրան դարձնել նահանգապետ, որ հետո էլ սիրաշահես դարձնես նախագահ։ Իսկ դրանից անցել է շատ կարճ ժամանակ, բայց շատ ուրախ ենք, որ Դոնալդ Տրամփը թեկուզ հումորով ինքնակնդատաբար հումորով վերադառնում է այն ճիշտ ճանապարհին Կանադայի հետ։ Չնայած որ շատ բաները մարդկանց մեջ տենց էլ մնացել է, նրանք ովքեր շփվում են Կանադայի մեր հայրենակիցների հետ, դե բնական է այստեղից ավելի շատ են շփվում, քան ես Հայաստանից, բայց այնուամենայնիվ նրանց մեջ դեռ այդ վիրավորանքը մնացել է, որտեղ իրանք երբեք չեն սպասել նման վերաբերմունքի, իրանք պատրաստ չէին նման վերաբերմունքի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը կատակով ողջունել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին, որը Շարմ էլ Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովում միակ կինն էր։ Ով է այս կինը, ասել է Տրամփը ողջունելով Մելոնին։ Այնուհետ ամերիկացի առաջնորդը ձեռքը մեկնեց եւ հավելեց հրաշալի կին։ Իհարկե անձնական նորմալ հարաբերություններ ունեցել է եւ ունի Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Դոնալդ Տրամփի հետ, բայց փառք ու պատիվ իրան, ինքը արժանապատիվ ձևով երբեք դա չի ծառայացրել Իտալիա-Ամերիկա հարաբերությունները բարելավելու, երբ որ կար Եվրոպայի եւ Ամերիկայի միջև հակասություն։ Դենց չեմ ուզում ասեմ տղամարդկին, շատերը կարող են մտածեն, որ այսպես ասած իրանց համար վիրավորական այն չի, ենք արժանապատվությունը տղամարդու հետ, բայց շատ արժանապատիվ կին, որ շատ տղամարդիկ պետք է ուղղակի օրինակ վերցնեն նրանից, էլի, թե ինքը ինչպես պինդ կանգնեց համաեվրոպական քաղաքականության շուրջ եւ ասեց, որ իմ կապերը, իմ ջերմությունն ու մոդիկությունը կօգտագործեմ Եվրոպայի համար, միջնորդությունս կօգտագործեմ Եվրոպայի եւ Ամերիկայի միջև հակասությունները կարգավորելու, ոչ թե առիթից կօգտվեմ, որ դե լավ դուք ձեր խնդիրներով ապրեք, ես էլ գնամ Ամերիկայի հետ հարցերս լուծեմ, Իտալիա-Ամերիկա ինչից է պետք ձեր խնդիրները, հատկապես որ Ռուսաստանից լա Իտալիան ինչքան է հեռու եւ իրանք պատերազմի թաթերաբեմ նույնիսկ տեսականորեն դառնալ չեն կարող։ Բայց սա իսկապես ուսուց եւ իդեպս էլ որ Տրամփը ասում է դու ով ես Յանիք ես չեմ ճանաչում, հետո ասում է Յանալիկին, էս էլ է ինքը նորից ինքնակնդատաբար կատականում, որտեղ ինքը դե բոլորին շփոթում է Ալբանիան, Հայաստան, Ադրբեջանը, Կամբոջա, տարբեր մարդկանց անուններ նախառնում, դե նայում ենք նախագահ, վարչապետ, լրիվ այդ ամեն ինչը խառնում է, հիմա ուզում ասի ես դա կատակով եմ խառնում։ Եղբայր ասա որ կատակով ես խառնում, բայց աշխատի չխառնես, որովհետև այդ այն մարդն է, որը աշխարհի ուշադրության կենտրոնում է։ Մալազիայի արտգործնախարար Մոհամմադ Հասանը հայտարարել է. ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հոկտեմբերի 26-ին կայցելի Մալազիան նպաստելու Թայլանդի եւ Կամբոջայի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրմանը։ Իհարկե այս հարցում էլ ինքը նաեւ
Պարզա ցանկանում է բոլոր այդ ցանկ գործընթացներում ցույց տա Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարություն, նույնիսկ ավելի շատ է ցույց տալիս, քան իրականում դա կա, ոչինչ, թող այդ բոլորով ողջավորված ուկրաինական պատերազմի հարցը լուծի ու 24 ժամ գլուխը գովա։ Ամբողջ աշխարհով դնենք իր գլուխը գովանք, բայց այդ հարցը պետք է լուծի, որովհետև այս կարգի կոնֆլիկտները, որոնք ինքը փորձում է ցույց տա, որ կարգավորել է, նախ ասել ենք, որ Գազայում կարգավորել է, դեռ կարգավորել չի, որովհետև գործնականում չի լուծվել այն պատճառը, որից չի ծագի մի հատ առիթ, որ նորից պատերազմ առաջանա, որովհետև հարցը լուծված չի։ Պաղեստին պետություն այսօր ստեղծել չես կարող կենսունակ այս տարածքում, տարածքը վերականգնելու քայլել չես անում, որ հետ մղես Իսրայելին, կամ այնպիսի անվտանգային երաշխիքներ ու այնպիսի զարգացման հեռանկարներ Իսրայելին չես տալի, որ ինքը սիրահոժար հետ գա, ոնց որ նախորդ դեպքերում եղել է։ Այսինքն, էս էլ որ համարենք այ գնաց էս էլ արեց, որովհետև հիմա նախապատրաստում են 26 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակին, բայց բոլորը ոչինչ չէ, որովհետև նոր աշխարհակարգի հետ կապված միայն ուկրաինական պատերազմն է, որը ազդեցություն է ունենալու։ Դու ուժի դիրքից ճանաչում ես ագրեսորին օկուպանտին, թե պատժում ես ագրեսորին օկուպանտին, ով ուզում է լինի։ Ամերիկայի հզորությունը նա է, որ ինքը այնքան ուժեղ է, որ կարող է պաշտպանի թույլի իրավունքը։ Չի կարելի այդ եթե Ամերիկան ուժեղի իրավունքը պաշտպանեց, ուրեմն ուժեղը ինքը չի։ Եթե ինքը որոշում է, որ ուժեղի իրավունք պաշտպանի, ուրեմն ինքը ուժեղը չի։ Ամբողջ աշխարհը դա հասկանում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հաստատել է Վլադիմիր Զելենսկիի Սպիտակ տանը հյուրընկալելու իր մտադրությունը հոկտեմբերի 18-ին։ Իդեպ դուք ուշադրություն դարձրեք, թե ինչքան լուրեր է լինում, որոնք որ ուղղակի առնչվում է Դոնալդ Տրամպի հետ։ Սա աշխարհի սպասումն է Տրամպից։ Սա այն չի, որ ես ծաղկաքաղ եմ անում, Տրամպի վերաբերվողները հավաքեմ, որ ձեզ ներկայացնեմ մեկը լավ, մեկը վատ։ Սա ուղղակի աշխարհի նկատմամբ Ամերիկայի ազդեցությունն է, Ամերիկայի նախագահի ազդեցությունն է, սպասելիքը իրանից է։ Իսկ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպել է Զելենսկուի հետ, մենք իհարկե լուրջ սպասելիքներ ունենք, որ նաև կպայմանավորվեն, եթե Ռուսաստանը չհամաձայնվեց գնա խաղաղության, այո, այնուամենայնիվ կպայմանավորվի, կամաց նախապատրաստում է Ռուսաստանին տոմահավք քրթիռները տալուն։ Նորից ասեմ, որ տոմահավքը եսիմ ինչ չի, դրանից շատ ավելի հզոր բաներ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց Ռուսաստանը այնքան թույլ է, որ տոմահավքը անգամ իր համար կործանարար է, որ այդքան հին ժամանակվա մշակած հրթիռը, որ կամաց միշտ էլ մոդիֆիկացիայի ենթարկվելով եկել հասել է մեր օրերը, նույնիսկ դրանից Ռուսաստանը ուղղակի սարսափում է եւ հերթական անգամ ցույց տալիս, որ ինքը դրա դեմ առնելու ոչ մի հնարավորություն չունի։ Այն ինչ որ հեքիաթներ պատմել է իր հակաօդային պաշտպանության մասին, դրանք պարզապես իրանք արդեն գիտեն, որ ամբողջ աշխարհը գիտի, որ իրանք դրա դեմ անզոր են։ Դոնալդ Տրամպը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է օգնել ավարտել Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Այո, Էրդողանը կարող է, Ռուսաստանը հարգում է նրան, Ուկրաինայի վերաբերյալ չեմ կարող ասել, բայց Պուտինը հարգում է նրան։ Եվ նա իմ ընկերն է։ Գիտեք, կարող եք հասկանալ, թե ինչու։ Ես լավ եմ շփվում ուժեղ մարդկանց հետ։ Ես չեմ շփվում թույլ մարդկանց հետ։ Ես լավ եմ շփվում ուժեղ մարդկանց հետ, չգիտեմ, թե ինչու ասել է Տրամպը։ Իդեպ սա վատ է, որ ինքը նման կարգի բան ասում, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը պետք է նման բան չասի, որ ինքը շփվում է ուժեղ մարդկանց հետ եւ չի շփվում թույլ մարդկանց հետ։ Եթե ինքը շփվում է Նիկոլ Փաշինյանի հետ, ուրեմն այլևս իր ասած մնացածը ոչ մի ձևով չի բռնում։ Մենք հո գիտենք, թե ինչքան է ուժեղ Նիկոլ Փաշինյանը։ Այնպես որ պետք չի դա ասել, բացի դրանից Ամերիկայի Միացյալ Նահանգները մի հզոր պետություն է, որի նախագահը չպետք է մտածի, որ ինքը ուժեղի կողմից է, նոր դրա մասին էինք խոսում։ Իսկ մեր համար հեչ ցանկալի չի, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի վիճակի լինի նաև միջնորդություն հանդես բերել ուկրաինական պատերազմում։ Թեպետ եթե Տրամպը չգիտի, կարող ենք ասել, Էրդողանը որևէ խնդրեմ չունի Զելենսկուի հետ, ոչ թե Զելենսկին Էրդողանի։ Խնդիր բացարձակ չկա։ Այստեղ շահերի հարցն է։ Ձեռնտու է Զելենսկուն գնալ խաղաղության զիջումներով, թե ոչ։ Սրա մասին է խոսքը, թե չէ անձնական շփման հարց նման գոյություն չունի, բայց մեզ համար ինչն է վտանգավոր, որովհետև տեղից էլ Թուրքիայի դերակատարությունը մեր տարածաշրջանում մեծացված է։
Տեղից էլ մեծացված է ոչ միայն որ ինքը փորձում է դա մեծացնել, այլ նաև Դոնալդ Տրամպը խրախուսում է դա։ Եվ ինքը որպես գործընկեր ճանաչում է Թուրքիային։ Որպես գործընկեր ճանաչում է Թուրքիային նաև Հարավային Կովկասի կազմակերպական հարցերում ու կարգավորումներում։ Անկամ խոստովանում է, որ եթե հարց են լինում Ամերիկայի Միացյալ Նահանգների բանագնացը, ասում է զանգում ենք, Թուրքիայից ենք իմանում, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապված կարծիքներ եւ իրավիճակի գնահատական տալիս ենք Թուրքիայի աչքերով։ Տեղից էլ մենք տեսնում ենք, որ Թուրքիայի դերակատարությունը շատ մեծացված է մեր տարածաշրջանում եւ Թուրքիան ձգտում է լինի մեր տարածաշրջանի նայող, այսպես ասած, որը որ հաստատ մեր շահերից չի բխում։ Իհարկե մեր իշխանությունների շահերից է բխում, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար դա երևի իր կորած պապն է, թե չգիտեմ ով է Էրդողանը։ Ինքը մի առանձնահատուկ սեր ունի Էրդողանի նկատմամբ, հատկապես ոտքերի։ Սենց անգնի ու սենց ասի դու ես, ասա ոնց անենք։ Բայց դա Հայաստանի Հանրապետությունը չի, դա ընդամենը մեր իշխանություններն են, նրանց սերն է Էրդողանի նկատմամբ։ Իսկ երբ որ նրա դերակատարությունը մեծանա, մի հատ էլ աշխարհաքաղաքական առումով ուկրաինական պատերազմի կարգավորման մեջ թեկուզ միջնորդ հանդիսանա, որը շատ մեծ ազդեցություն չունենա, բայց այնուամենայնիվ դա Ամերիկայի կողմից գնահատվի, մենք խնդիր ենք ունենալու։ Տեղից էլ Թուրքիայի դերակատարությունը մեծացված է։ Նաև մեծացավ, մենք տեսանք Սիրիայում 11 օրում Ասադի ռեժիմը տապալելուց հետո, թե ինչպես ողջունեց թե Եվրոպան, թե ինչպես ողջունեց Միացյալ Նահանգները։ Իսկ Միացյալ Նահանգները չթաքցրեց, որ դա պետության ներսում տեղի չունեցավ հեղաշրջման կամ հեղափոխության քայլեր ռազմական բախման արդյունքում իշխանությունը փոխվեց եւ Ասադի ռեժիմից ազատվեցին։ Ոչ։ Նա պարզ ասեց, որ ոչ մեկին չէր հաջողվում Սիրիան գրավել, Թուրքիային հաջողվեց Էրդողանին։ Այսինքն ինքը ընդգծած ցույց տվեց, որ ես հո գիտեմ, որ Սիրիայում ինքնաբուխ ինչ որ շարժումներ չի եղել։ Դա կոորդինացվել է Թուրքիայի կողմից։ Հիմա այսօր էդ էլ քիչ է, հիմա մի հատ էլ ուկրաինական պատերազմի հետ կապված։ Այնուամենայնիվ, սա նաև խոսում է այդ մասին, որ մենք միևնույնն է, եթե նույնիսկ հանդիպումներ էլ ունենում Նիկոլ Փաշինյանը Տրամպին մոտենում, ասում է դու գիտես, չէ, ես Հայաստանի վարչապետն եմ, բթամ նա շատ է հիշում Հայաստանը, որն է մի հատ էլ հիշի վարչապետն ով է։ Հա, դա չի հարցը, բայց միևնույնն է, մենք ուղիղ չենք աշխատում Ամերիկայի հետ։ Եթե նույնիսկ համատեղ ձեռնարկություն ունենանք Տրամպի ուղու հետ կապված, ելի մենք քաղաքական առումով ուղիղ չենք աշխատում Ամերիկայի հետ։ Եթե մենք Ամերիկայի հետ ուղիղ աշխատեինք եւ Ամերիկայի համար մենք եւ Թուրքիան լինեինք բարեկամ պետություններ, անկախ Քաշային կատեգորիայից, մենք հանգիստ կլինեինք, որ Ամերիկայի հովանու ներքո մենք ինչ խնդրեմ ունենք, բայց մենք դա չունենք։ Թուրքիան հերիք չի հզորա նաև Ամերիկայի դաշնակիցն է, գործընկերն է։ Իսկ մենք ուղղակի դες փորձում ենք ինչ-որ ձևով մեր տեղը հիշացնել։ Դրա համար Թուրքիայի ակտիվանալը հաստատ մեր շահերից չի բխում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ, ես ենթադրում եմ, որ հիմա մաքսատուրքերի շնորհիվ մենք աշխարհի ամենահարուստ երկիրն ենք։ Մենք ստանում ենք հարյուրավոր միլիարդ դոլարներ։ Իհարկե չեմ կարող ասել, թե որտեղից է այդ տվյալները, որ այդ մաքսատուրքերի պատճառով ամենահարուստ երկիրն է, որովհետև միջև մաքսատուրք սահմանելն էլ ոնց որ թե ամենահարուստ երկիրն էր, եւ մաքսատուրքերի ազդեցությունը Ամերիկայի տնտեսության վրա, այդ ինչպես գնահատեց Դոնալդ Տրամպը, երբ որ ինքը ինչ էր ասում, այ մենք մաքսատուրքեր կկիրառենք, փող կհավաքվի, հասկանում ենք, որ մաքսատուրքերի պատճառով այդ բեռը ընկնելու է Ամերիկայի քաղաքացու ուսերին, ով է վճարելու բարձր մաքսատուրքը, եթե ապրանքի գինը թանկանա։ Ու այդ գումարը ասեց, որ հավաքվի, պարտք ենք փակելու, պետական պարտք։ Այսինքն մենք չենք զարգացնելու այն տնտեսությունները, որ մաքսատուրքի պատճառով տուժել են որոշ տնտեսություններ, որի պատճառով մտածեն, որ իրանք գոնե դա անեն, ավելի շատ ուղակի փորձեն պարտ փակել, բայց տնտեսությունը ավելի շատ կորուստներ կունենա, քան այդ ֆիզիկական գումարը կհավաքվի։ Որևէ մեկը ֆիզիկական հավաքված գումարով տնտեսական ակտիվություն կամ տնտեսական կայունություն կամ զարգացում չի չափում։ Դա շատ պարզունակ քայլ է բացարձակ թիվ վերցնել, երեք այսքան մաքսատուրքեր գալի, այսօր այսքան է գալի։ Բա դրա հետևանքը մաքսատուրքի պատճառով կամ մարդը առնում է թանկ ապրանք Ամերիկայի բնակիչը, որից նա ինքը տուժում է, կամ եթե ինքը այդ թանկ ապրանքը չի առնում
տեղական արտադրությունն է զարգացնում պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառելու, չինական ապրանքի փոխարեն տեղականը որ արտադրեն, հաստատ ավելի թանկալնելու, քան Չինաստանը, որտեղ եթե Չինաստանի տնտեսությունը հավասարեցված է Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսությանը, ապա Չինաստանի մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը էականորեն զիջում է Միացյալ Նահանգների մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքին։ Այսինքն չի կարող այնպես լինել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արտադրված ապրանքը ավելի էժան լինել, քան Չինաստանում։ Այսինքն նույնիսկ եթե պրոտեկցիոնիզմի քաղաքականություն կիրառես, մեկը դրա տուժողը Ամերիկայի քաղաքացին է ալնելու։ Բացի դրանից, եթե կոնտր մաքսատուրք են մտցնում Ամերիկայի դեմ, այն ապրանքը, որ արտահանում էիր, այն ապրանքը չես կարողանում այդ ծավալի արտահանես, նրանք էլ սկսում են ապրանքը ուրիշից առնել։ Բայց ասել, որ արտահանող ճյուղերը կդնեն երկրի տնտեսության ներսում կսկսեն արտադրել ներքին շուկայի համար, դա էլ այդպես չի։ Առավել եւս մի ամսվա մեջ կարող է 3 անգամ Դոնալդ Թրամփը իր կարծիքը փոխի մաքսատուրքերի հետ կապված։ Դա նշանակում է, որ ոչ մի տնտեսվարող միլիարդավոր դոլարներ չի ծախսի վերակառուցի իր տնտեսությունը, այն հույսով, որ այդ մաքսատուրքերը երկարաժամկետ կտրվածքով պահպանվելու են։ Ցանկացած քաղաքական իրավիճակի պարագայում կամ հասկանալով, որ դա սխալ է, վերանայվելու է։ Այսինքն դա նշանակում է, որ այսպես բացարձակ թիվ նշելը, չեմ կարծում, որ անգամ լրագրողները, որոնք եթե տնտեսագետ չեն հասկանում, որ դա դրանով չի արտահայտվում։ Հուսանք, որ մաքսատուրքերի հետ կապված այդ պատերազմը, որը սկսեց շատ ավելի ագրեսիվ ձևով Դոնալդ Թրամփը, կամաց հետ քաշվեց վերանայեց, չնայած էլի բավական բան մնացել է, Ամերիկայի Միացյալ Նահանգները հզոր պետություն էր, մինչև այդ մաքսատուրքերի պատերազմ։ Իսկ մաքսատուրքերի պատերազմը 100 տարի առաջվա ձախողված քաղաքականություն է, դա նորություն չի, ժողովուրդ ջան։ Դրա ազդեցությունը տեսել եք։ Այդ ոնց էր սաղ աշխարհը թալանում Ամերիկային, ու Ամերիկան ամենահարուստ երկիրն էր։ Այդ ոնց էր։ Այտենց խայտարակ ձևի թալանում էին, հա։ Չէ, ժողովուրդ ջան, հուսամ, որ դա էլ կվերանայվի։ Եվրամիությունում ավելի են համոզվում, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի 200 միլիարդ եվրոյի մոտ 232 միլիարդ դոլար սառեցված ակտիվների օգտագործումը Ուկրաինայի կայուն ֆինանսական աջակցության ապահովման միակ կենսունակ տարբերակն է, քանի որ ֆինանսավորման մյուս բոլոր աղբյուրները սպառվում են։ Այգե դա հետևողականորեն Եվրոպան դա ներկայացնում է, տալիս է Ուկրաինային, ասել մյուս կենսունակ տարբերաբանը մյուս ֆինանսական աղբյուրները սպառվում են, դա այդքան էլ այդպես չի, ոնց որ ներկայացվել է, հարցը ուղղակի նա է, որ համաեվրոպական գումարների հետ կապված խնդիր են ունենում որոշակի վետո դնելով, հատկապես Հունգարիան, շատ դեպքերում, որ ասում են ինչու պետք է վճարենք, այդ բեռը ընկնում է առանձին պետությունների վրա, բյուջեների վրա, իսկ այդ առանձին պետությունները, որոնք ի վիճակի են Ուկրաինային ֆինանսավորել, այդ առանձին պետությունները շատ լուրջ ներքին խնդիրներ ունեն, տնտեսության հետ կապված, անօրինական միգրացիայի հետ կապված, այդ միգրանտներին որոշակի միջոցներ տրամադրել, որը շատ անարդար են համարում տեղի բնակիչները, այսինքն իրոք արդյունավետ գործող տարբերակ չունեն։ Փողը կա, բայց տալու հնարավորությունը չկա։ Իսկ ընդեղից էլ որ տալու հնարավորությունը կա, այնտեղ փողը չկա։ Այնպես որ Ռուսաստանի հետ կապված սա այո, այս պարագայում համարենք, որ միակ տարբերակն է, որը որ առայժմ դեռ նորմալ աշխատում է։ Չնայած որ մի շարք երկրներ տեսել եք հզոր պետություններ, իրանք իրենց բյուջեից ֆինանսավորում են, ինչքան ուզում է երկրի ներսում խնդրեմ ունենան, շարունակում են դա անել։ Եվ նաև դա հիմնավորում են, որ Ուկրաինային օգնել նշանակում է Եվրոպային օգնել, Ուկրաինան կռվում է ամբողջ Եվրոպայի համար։ Իսկ հիմա նայենք Արարատ Միրզոյանը, Հայաստանի արտաքին գործերի նախարար, ինչ է ասել։ Սահմանադրության վերաբերյալ անհրաժեշտ եմ համարում նշել, որ ինչպես նախկինում, որ նման հարց օրակարգում չկա։ Սահմանադրության փոփոխությունը կամ նորի ընդունումը բացարձակապես ներքաղաքական հարց է, եւ դա պետք է որոշի Հայաստանի ժողովուրդը։ Ես զարմանում եմ, որ այդքան շատ հավաստիացումներից հետո այս հարցը դեռևս բարձրացվում է։ Հայաստանը երբեք նման պարտավորություններ չի ստանձնել, սա ներքին հարց է։ Այո, Ադրբեջանը շարունակում է դա կապել եւ որպես պայման ներկայացնել։ Մենք չենք ընդունում այս կապը, հայտարարել է նախարար Միրզոյանը։ Մենք էլ զարմանում ենք նախարար Միրզոյանի զարմանքի վրա, որ մարդիկ պարզ հարց է տալի լրագրողը։ Ասում եք մենք խաղաղություն ենք բերել։ Այդ խաղաղությունը բերել ենք Ադրբեջանի հետ պայմանավորվելով։ Մարդիկ ասում են, այդ խաղաղությունը ընդհանրապես նախաստորագրված փաստաթուղթ է, որի մեջ ոչ մի երաշխիք չկա։
ոչ մի ժամկետներ չկա, կատարման ոչ մի պայմաններ չկան։ Ասում եք դե լավ, դե նախաստորագրված է, կստորագրվի, չէ։ Ասում են երբ կստորագրվի։ Հայաստանն ասում է պատրաստ եմ այսօր, ասում են պատրաստ ես այսօր, ինչու չի ստորագրվում։ Դե չի ստորագրվում, որովհետև Ադրբեջանը նախապայմանադրում։ Բայց դրա համար լրագրողը հարցնում է։ Իսկ ինչ եք կարողանում անել, որպեսզի շրջանցեք այդ նախապայմանը, որը Ադրբեջանը դնում է։ Ինչ եք անում այդ ուղղությամբ։ Չեք կարողանում ոչ մի բան անեք։ Բայց սրա մասին է խոսքը։ Այսինքն դուք ընդունում եք, չէ՞, որ Ադրբեջանը նախապայմանը դնում է։ Դուք հրապարակային ասում եք, այո, Ադրբեջանը նախապայման է դնում։ Դե որ Ադրբեջանը նախապայման է դնում, դուք էլ չեք կատարում։ Ասում եք սահմանադրությունը մեր ներքին գործն է, պետք է որոշի ժողովուրդը։ Այն այլ ասում է, թե սահմանադրությունը չես փոխում, չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ Դուք հիմա չեք ասում կամ ասեք հեչել չստորագրես, մենք մեր խաղաղությունը այլ ձևով կապահովենք, ասում եք, չէ, մեր խաղաղությունը կախված է Ադրբեջանից։ Եվ մեկ էլ ասեք, որ կայո կպարտադրենք կստորագրի, ոնց թե չէ ստորագրում։ Ադրբեջանը գնում նախաստորագրում Ամերիկայում, Հայաստանում համարում են, որ դա Հայաստանի հաղթանակն է, այդ պարագայում Ադրբեջանը հայտարարում ասում է, եթե կուշացնեք ստորագրելու հարցը, մեղավորը դուք եք, այսինքն նշանակում է դուք չեք հարգում Ամերիկային, այսինքն ինքը մեր վրա ժամկետ է դրել, չեք հասկանում դա լրագրողը այդ հարցը ինչ է տալի։ Լրագրողը տալիս է, որ ասում է, եթե դուք այս հասարակ հարցում չեք կարողանում լուծում գտնել, եւ դուք չեք կարողանում հասնել այդ խաղաղությանը, մանավանդ որ ասել եք, եթե նույնիսկ փաստաթուղթը ստորագրված էլ են ոչ թե նախաստորագրված, դա երաշխիք հանդիսանալ չի կարող։ Շատ երկրներ կան, որոնք որ պայմանագիր են ստորագրել եւ խախտել են այդ պայմանագիրը։ Իդեպ դա ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ես ինձանից չեմ ասում, որ ասել է ինչ, որ պայմանագիրը ստորագրենք ինչ։ Այսինքն սա խոսում է ինչի մասին, սա խոսում է նրա մասին, որ մարդիկ պարզ հարց են տալի։ Դուք մեզ ասում եք խաղաղություն ենք բերել, հանգստացեք, գնացեք թրջկոտեք, գնացեք երգեք, բարեք, ուրախացեք, թունավորվեք այդ երգի ժամանակ, որովհետև շատ հավաքված մարդկանց օդը ավելի քիչ է ալնում, ավելի հեշտ կթունավորվեք։ Անպայման չի այդ թունավորումը տեղում մարդը ընկնի, վատանա, որ հասկանաք ինչ է ալնում։ Կամաց օրգանիզմը քայքայելու մասին է խոսքը, գնացեք առողջապահական տվյալներ վերցրեք եւ նայեք ինչ եք բերում մարդկանց գլուխը, բայց ասում եք դուք պետք է երգեք, բարեք, ուրախանաք, որովհետև մենք խաղաղություն ենք բերել։ Մարդիկ պարզ հարց են տալի։ Խաղաղությունը գալու է պայմանագրով, պայմանագիրը չկա։ Իսկ դուք ասում եք պատրաստ ենք պայմանագիր ստորագրենք, Ադրբեջանը դեմ է։ Ադրբեջանը դեմ է, մենք էլ չենք ընդունում իր պայմանը։ Դուք եթե իր պայմանը չեք ընդունում, նշանակում է խաղաղության պայմանագիր չկա, նշանակում է խաղաղություն չկա։ Ու ոչ մի երաշխիք չկա, մեղավորն էլ Հայաստանն է, որովհետև եթե Հայաստանը նախաստորագրել է ու իր վրա պարտավորություն վերցրել, մեղավորը Հայաստանն է, որ հաջորդ քայլը չի անում։ Դրա համար լրագրողից պետք չի նեղանալ։ Լրագրողը ընդամենը ասում է, գոնե կարողացաք մի հարց անել, առաջ գնանք այդ ուղղությամբ, թե չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական իր հայտարարություններն արել, էլի երկնել է ինչ-որ մի բան, ինչ է ասում, եթե ունեք կրթություն, բայց աշխատանքը ձեզ չի փնտրում, ուրեմն ձեզ հարկավոր է 3 բան։ Առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Եվ սա ասում է բացարձակ անգրագետ մարդը, որը որ ոնց որ թե վատ չի ապրում։ Կրթությունը շատ կարևոր է։ Ու այնպես չի, որ այդ կրթության մասին երբ որ խոսում ենք, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ մասին չէին էլ խոսում։ Բայց ասել, որ եթե դուք ունեք կրթություն ու աշխատանքը ձեզ չի փնտրում, ուրեմն դրա պատճառը ոչ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, եթե ունենք կրթություն եւ աշխատանքը մեզ չի փնտրում, ավելին, եթե մենք էլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ աշխատանք չենք փնտրում, ուրեմն կրթությունից բացի ունենք արժանապատվություն, որ չենք ուզում մարդասպանից աշխատանք ուզել։ Որ չենք ուզում մի մարդուց, որ ազգային ժողովի բարձր ամբիոնից ասում է, եթե չտանեի կոտորեի այդ ժողովրդինով կթողեր ստորագրենք, նրանից աշխատանք չենք ուզում։ Բայց այդ հարցին ինչի չեք պատասխանում, որ եթե ունեք կրթություն, բայց աշխատանք չեք փնտրում Փաշինյանի ձեռքից, որովհետև ինքը ասում է կառավարությունը ես եմ, եթե մեկը ինձ հետ համաձայն չի թող դիմումը գրիգնա, եթե չէ ես կայառացնեմ։ Ամեն ինչ ինձանից եմ պահանջում, ընտրված մարդուն SMS-ով տուն է ուղարկում։ Այն մյուսներն էլ հպարտությամբ ասում են, եթե ձեզ SMS ուղարկեն, ինչ կանեք, ոնց ինչ կանեք։ SMS-ը սկիմ հեռախոսին չհասած, օթում դիմումս կգրեմ։ Էսա լավ ապրելու գրավականը։ Այսինքն կրթվում են, որ դառնան ինչ։ Անլեզու բերան,
անսկզբունք մարդիկ, որպեսզի աշխատանք ունենան։ Ինչի մենք չգիտենք աշխատանքի տալու պայմանը։ Նիկոլ Փաշինյանը ինքը չի ասել իր կրիտերիաները որն է։ Կամ ինձ հետ պետք է քայլած լինի, կամ ընդունի մեր արժեքները։ Ինչի դուք արժեք ունեք, որ որևէ մեկը ընդունի։ Ձեր արժեքը պետական բյուջեից փող տալն է։ Այն ինչ արժեք։ Հիմա չգիտեք պայմանը որն է, պատճառը որն է։ Ու հիմա էլ մտածում եք, որ եթե աշխատանք չունես, ուրեմն լավ կրթություն չունես։ Չէ, լավ կրթություն ունեցողը ինքնասիրություն էլ է ունենում։ Պատահաբար, որը որ անհասկանալի է անինքնասեր Փաշինյանի համար, որն ասում է թող ինձ ասեն թուրք, թող ինձ ասեն կապիտուլյանտ, թող ինձ ասեն դավաճան, բայց մեկը ես ճիշտ եմ վարվում։ Չէ, այդ որ ասում են դու գիտես որ ճիշտ են ասում։ Դրա համար հակադարձելու ոչինչ չունես, ասում ես 100 տարի հետո կյանքը ցույց կտա, որ ես ճիշտ էի։ 100 օր հետո էլ կյանքը ցույց չի տա։ Քո աթոռից վեր կենալուց հետո 100 ժամ ու 100 րոպե հետո էլ դու կյանքը ցույց չի տա, որ դու ճիշտ էիր, որովհետև այսօր էլ գիտեն, որ դու սխալ ես։ Ու պետք չի ցույց տալ, որ գիտեք ինչքան կարևոր է կրթությունը։ Այո, շատ կարևոր է կրթությունը, բայց միշտ իմացեք, կրթված մարդը, արժանապատիվ մարդը չի գա որևէ մեկի մի կտոր լափի համար, գա ասի ես գամ ընդունվեմ աշխատանքի, որովհետև այդ լափը ստանամ, որովհետև ուրիշտեղ ես չեմ կարող։ Իրան հարգող մարդը Նիկոլ Փաշինյանի ձեռից լափ չի վերցնի։ Ու պետք չի ասել, եթե չեք վերցնում, ուրեմն կրթված չեք, որտեղ դու ասել ես պայմանը, ասածս չկատարեն, բոլորին կհանեմ։ Մարդիկ ի սկզբանե գիտեն, թե դու ի սկզբունքով ես մարդկանց գործի ընդունում։ Ու պետք չի արդարացնել, որ աշխատանք չեն ուզում, որովհետև լավ կրթված չեն։ Եթե այդ կարծիքին ես, արի քննություն հանձնենք։ Մենակ չէ, 50 հոգով եկեք, ես մենակ ձեր հետ քննություն հանձնեմ։ 50 հոգով։ Իսկ ես ինձ համար եմ ասում, բայց գիտեք ինձ առիթ շատ ինչքան կրթված մարդիկ կան։ Ինչպիսի կրթություն ստացած կան, ինչպիսի միջազգային կրթություն ստացած կան։ Ինչպիսի կադրեր ունենք Հայաստանում։ Ու դուք նրանց աշխատանք չեք առաջարկի, իրանք էլ ձեզ չեն առաջարկի, որ դուք իրանց աշխատանք տաք։ Այ դրա մասին մտածեք, որտեղ սա Նիկոլյան ժամանակներն է։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։